Ինքը լվացք էր ուզում փռեր, պատմանը դուրը բացեց, դուրս եկավ, մի հատ նայեց կողքերը, ուզում էր լվացք փռեր, մեկ էլ նսենց առաջացավ ու միանգամից պոկվավ։ Ես տեսա ոնց ընկավ գետին, այսինքն թփրտում էր, այս քարերն թափում էին գլխին։ Շենգավիթի Արարատյան 66 շենքի բնակիչը ականատես է եղել շենքում 2 օր առաջ տեղի ունեցած ահասարսուր դեպքին։ Երկրորդ հարկի պատշգամբը փլուզվել է, 42-ամյա բնակչուհին ընկել։ Նա մինչև հիմա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, կայուն ծանր վիճակով։ Շենքի առջև ապամոնտաժված պատշգամբից մնացած կտորներն են։ Անզեն աչքով տեսանելի է, կիսախարխուլ վիճակում են գտնվում 1963 թվականին կառուցված այս շենքի գրեթե բոլոր պատշգամբները։ Ինքը շատ նիհար կին է, անշի որ չաղա, որ ասենք իր չաղության բանով կարա այդ դեպքը տեղի ունենար։ Այս նույն բակում գտնվող հարևան շենքում էլ նախորդ տարի էր նման դեպք տեղի ունեցել։ Պատշգամբը փլուզվել էր, բնակիչը տեղում մահացել։ Բնակիչները համատիրությունից ակնկալում են նորոգել պատշգամբները։ Որ համատիրությունը նորմալ սարքեր կամ թարմացներ պատշգամբը չերընկնի, չերել տանջվի։ Արարատյան 66-ի բնակիչները պատմում են, որ ամիսներ առաջ Թաղապետարանի աջակցությամբ 2 պատշգամբ է վերանորոգվել։ Ակնկալում են, որ կիսատ մնացած գործընթացը կշարունակվի եւ իրենց պատշգամբները նույնպես կնորոգվեն։ Քաղաքապետարանից մեզ պարզաբանել են, որ օրենքի ուժով իրենք որևէ պարտավորություն չունեն շենքերի պատշգամբները վերանորոգելու, դա անձնական սեփականություն է։ Ժամանակ առ ժամանակ նորոգման ծրագիր են իրականացնում աջակցելով համատիրությանը, այնպես ինչպես մայրաքաղաքում վերերակներ են փոխվել, շենքերի տանիքներ վերանորոգվել։ Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանն ասում է, չնայած քաղաքապետարանը նման պարտավորություն չունի, բայց իրականում պետք է ուշադրության կենտրոնում պահի հատկապես այն շենքերը, որտեղ նման խնդիրներ կան։ Բնականաբար իրենց տիրույթում է եւ նաեւ պատասխանատվությամբ կա, որովհետեւ եթե քաղաքապետարանը ասում է իրան կապ չունեն, ուրեմն նշանակում է ուղղակի կամ վախեցել են դատախազությունից կամ հետագա ինչ-որ քրեական հետապնդումից եւ հղումը անում են հավանաբար բազմաբնակարան շենքերի մասին օրենքին, բայց որտեղ շենքը եւ մեկ ու շենքից 1.5 մետր մտած մուտքերը, տանիքները եւ այդ նկուղները ամբողջը որպես բնակիչների սեփականություն են, բայց այդ դեպքում կարելի է հարցնել, ինչի է դեպքում պետությունը 15 միլիոն դոլարներ ծախսում օրինակ լիֆտերի վրա, եթե նույն տրամաբանության տանիքները, որ ամենաթանկ ծախսն է Երևանի քաղաքապետարան թանկերից է, կամ նույն այդ տարեկան հարյուրավոր չկա մուտքեր են, չէ՞ վերանորոգում, որը դեպքում տրամաբանական է, ուրեմն բնականաբար որպես համայնքի պատասխանատու քաղաքապետարանը պետք է հանդես գա։ Արարատյան 66 շենքի տուժած բնակչուհին Էրեբունի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել։ Մեր տեղեկություններով նա մի քանի վիրահատություն է այս օրերին ունեցել։ Այս պահին նա վերակենդանացման բաժանմունքում է գտնվում։ Առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։